Ողջույն հարգելի ռադիոընկերներ, եթերում դեպի ինքնուրույնություն հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ ձեզ հետ այսօր ես եմ Սիփան Ասատրյանս, հաղորդման հեղինակը եւ վարողը։ Հարգելի ռադիոընկերներ, այսօր իմ հաղորդման շրջանակներում ընտրել եմ մի նոր թեմա։ Մենք անցյալ հաղորդումների շրջանակներում խոսում ենք տրանսպորտի հարմարեցվածության մասին, ես փորձեցի մի քանի խորհուրդ տալ չտեսնողներին, թե ինչպես կարող են օգտվել հասարակական տրանսպորտից, խոսեցինք մետրոյից օգտվելու մեթոդների եւ միջոցների մասին։ Այսօր սկսում ենք մի նոր թեմա, եւ այդ նոր թեման է տիֆլոտեխնիկան։ Տիֆլոտեխնիկան տեխնիկային բաժինն է, որն զբաղվում է չտեսնող եւ թույլ տեսնող անձանց կենցաղը եւ ընդհանրապես կյանքը հեշտացնող տեխնիկական միջոցների արտադրությամբ։ Հասարակության մեջ տեսողության խանգարումներ ունեցող անձանց հեշտությամբ ներառելու եւ սոցիալիզացնելու համար անհրաժեշտ է ստեղծել մի շարք տեխնիկական միջոցներ եւ հատուկ հարմարանքներ։ Դրանք առավելագույնս հեշտացնում են այդ անձանց կյանքը, նպաստում ինքնուրույնության ձևավորմանը, տեսողական գործառույթի փոխհատուցման, ինչպես նաև տեսողության զարգացման եւ վերականգնման համար նախատեսված տիֆլոմեխանիկական միջոցների նախագծմամբ եւ արտադրությամբ զբաղվող սարքաշինության բնագավառը կոչվում է տիֆլոտեխնիկա։ Տիֆլոտեխնիկան լուրջ դեր ունի տեսողությունը կորցրած անձանց աշխատանքային եւ սոցիալական վերականգնման գործում։ Ժամանակակից տիֆլոտեխնիկան զարգանում է 3 հիմնական ուղղություններով՝ ուսումնական, արտադրական եւ մշակութակենցաղային։ Տիֆլոտեխնիկան իր զարգացման մեջ հենվում է ակնաբուժության, տիֆլոհոգեբանության, ֆիզիոլոգիայի, ռադիոէլեկտրոնիկայի, տիֆլոմեխանիկայի եւ ավտոմատիկայի, կիբեռնետիկայի մի քանի ուղղությունների վրա։ Նախ խոսենք արտադրական տիֆլոտեխնիկայի մասին։ Արտադրական տիֆլոտեխնիկան նախատեսված է տեսողության խանգարումներ ունեցողների համար համապատասխան արտադրական գործողությունների կատարման գործընթացը արդյունավետ դարձնելու նպատակով։ Տիֆլոտեխնիկան նպաստում է չտեսնողների եւ թույլ տեսնողների համար նոր մասնագիտությունների ձեռքբերման հնարավորության ստեղծմանը։ Մշակութակենցաղային տիֆլոտեխնիկայի խնդիրներից են տարածության մեջ չտեսնողների եւ թույլ տեսնողների կողմնորոշմանը նպաստող հատուկ միջոցների, ընտանիքում մշակութակենցաղային պարտականությունների կատարման, հնարների, հասարակական կյանքին նրանց մասնակից դարձնելու մեթոդների մշակումն ու ստեղծումը։ Մշակութակենցաղային տիֆլոտեխնիկական միջոցների թվին կարելի է դասել գունորոշիչ սարքերը, pen-friend կոչվող սարքը, GPS համակարգով աշխատող որոշակի սարքեր եւ այլն, որոնց մասին մանրամասն կխոսենք այս նյութին վերաբերող մասնագիտական քննարկման ժամանակ։ Ուսումնական տիֆլոտեխնիկայի մեջ են մտնում այն տեխնիկական միջոցները, որոնք գործածվում են չտեսնողների ուսուցման գործընթացում։ Դրանց թվին են պատկանում բրայլյան գրիչ գրամեքենաները, բրայլյան տպամեքենաները, շոշափական ռելիեֆով գծագրություններ կատարելու գծամեքենաները, կանոնները եւ այլն։ Սրանց շարքին կարելի է դասել նաեւ նորագույն տեխնիկական միջոցները, համակարգչային բրայլյան ստեղնաշարերը, դիսպլեյները, տպիչները եւ այլն։ Տիֆլոտեխնիկական միջոցների մշակման եւ շահագործման հիմնական առանձնահատկությունը տեսողության խանգարում ունեցող մարդկանց պահպանված զգայարանների հնարավորությունների հաշվառումն է։ Տեխնիկական միջոցների մշակումը հենվում է ինչպես ընդհանուր ճարտարագիտահոգեբանական հիմքի վրա, այնպես էլ նպատակաուղղված է չտեսնողների եւ թույլ տեսնողների խանգարված գործառույթների բնական հնարավորությունների փոխհատուցմանը եւ վերականգնմանը։ Տիֆլոտեխնիկայի մշակման հիմնական սկզբունքներն են. Առաջին՝ տեսողական ազդանշանի ուժեղացումը, որը բարձրացնում է տեսողության մակարդակը։ Երկրորդ՝ խանգարված տեսողության եւ պահպանված զգայարանների արդյունավետ օգտագործումը եւ պահպանումը։ Գոյություն ունեն ոչ քիչ թվով տարաբնույթ օպտիկական միջոցներ, տեխնիկական հարմարանքներ, մեքենաներ եւ սարքեր, որոնք նախատեսված են չտեսնողների եւ թույլ տեսնողների համար։ Այսօր, երբ օրեցօր զարգանում են բարձր տեխնոլոգիաները, այդ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ հաճախ մրցավազքի մեջ են մտնում միմյանց հետ իրենց արտադրանքն առավել հասանելի դարձնելու ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց օգտագործման համար։ Հաճախ նույնիսկ կարելի է ասել մեծամասամբ այդ ընկերություններն այդ քայլին են դիմում սեփական շահերից ելնելով, սեփական արտադրանքը առաջինը ճանաչելի եւ հասանելի դարձնելու եւ դրանով մեծ շահույթներ ստանալու համար։ Սակայն կարելի է արձանագրել, որ այդ մրցավազքի արդյունքում միմիայն շահում են ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք, քանի որ այդ ընկերությունները փորձում են ամեն ինչ անել
առավել մատչելի դարձնելու համար այն տեխնիկական միջոցները, համակարգիչ, հեռախոս եւ այլն, որոնք ֆիզիկական որևէ խնդիր չունեցող մարդիկ, ի տարբերություն ֆիզիկական խնդիրներ ունեցողների, կարող են գործածել առանց հավելյալ միջոցների, խոսող ծրագրեր չտեսնողների համար, մեծ տառատեսակներ թույլ տեսնողների համար, հատուկ ծրագիր չլսողների համար, ինչպես նաև հատուկ ծրագիր հավասարակշռության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար եւ այլն։ Սակայն տարբեր ընկերություններ չեն սահմանափակվում միայն համակարգիչներն ու հեռախոսները հարմարեցնելու գործընթացով։ Նրանք ստեղծում են բազմաթիվ սարքավորումներ, որոնք հեշտացնում են ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց, մեր պարագայում չտեսնողների կյանքը ու կենցաղը։ Եթե ընդամենը 1 տասնամյակ առաջ չտեսնողները գրելու համար գործածում էին բրալյան թուղթ եւ գրիչ կամ գրամեքենաներ, ձայնագրությունների կամ այլ նշումների համար ձայներիզներ, ապա այսօր կարելի է ասել քայլ առ քայլ դուրս են մղվում եւ արդեն նույնիսկ դուրս են մղվել ժամանակին չտեսնողների համար գործածելի, պայմանականորեն այսպես կոչենք, ավանդական միջոցները, թուղթն ու գրիչը, եւ արդեն իսկ գործածությունից դուրս են մղվել ձայներիզներն ու ձայնարկիչները։ Ինչ արած, սա է ժամանակի պահանջը, եւ մենք նոր սերնդի չտեսնողներս եւս ուզած թե չուզած պետք է քայլենք եւ քայլում ենք ժամանակին եւ դրա պահանջներին համընթաց։ Վերը նշվածից արդեն իսկ հասկացանք, որ գոյություն ունեն հատուկ հարմարեցված ծրագրեր չտեսնողների համար, որոնց համակարգչի մեջ տեղակայումից հետո նրանք կարող են ազատորեն օգտագործել համակարգիչը, իսկ այժմ նաև նոր սերնդի սենսորային հեռախոսները։ Սակայն մեկ հարց է ունենալ կամ տեղյակ լինել նմանատիպ ծրագրերի մասին, մեկ այլ հարց է տիրապետել դրանց օգտագործման եղանակներին եւ դրանք կիրառել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսուցման եւ զարգացման գործընթացում։ Եթե մի փոքր պատմական էքսկուրս կատարենք տեղեկատվական միջոցների զարգացման պատմության մեջ, ապա կտեսնենք, որ մարդկային քաղաքակրթության զարգացման պատմության մեջ առանձնացվում են տեղեկատվական մի քանի խոշոր հեղափոխություններ։ Այդ հեղափոխություններն էլ փոխելով մարդկության պատմության ընթացքը մեծ փոփոխություններ են բերել նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքում։ Դրանցից առաջինը շումերական սեպագրի ստեղծումն է, որի միջոցով մարդկությունն ստացավ բավականին հարուստ տեղեկություններ հին քաղաքակրթության մասին։ Երկրորդ տեղեկատվական հեղափոխությունը տպագրության գյուտն էր 16-րդ դարում, որը փոխեց սկզբում Եվրոպայի, ապա ողջ մարդկության սոցիալ-մշակութային գործունեությունը։ Երրորդը էլեկտրաէներգիայի հայտնագործումն է 19-րդ դարում, որի շնորհիվ հայտնվեցին հեռագիրը, հեռախոսը եւ ռադիոն, որոնց միջոցով ավելի հուսալի եւ արագ դարձավ երկրների եւ նույնիսկ մայրցամաքների միջև հաղորդակցությունը։ Չորրորդ տեղեկատվական հեղափոխությունն սկզբում միկրոպրոցեսորի, ապա համակարգչի եւ համակարգչային ցանցի գյուտն էր 20-րդ դարի 70-ական թվականներին, որը հնարավորություն ընձեռեց բարձր արագությամբ տվյալներ փոխանցել, ինչպես նաև մեծածավալ տեղեկատվություն պահպանել փոքր տարածություններում։ Այս բոլոր հեղափոխությունների շնորհիվ ժամանակակից մարդը կարողանում է կարդալ գրքեր, աշխատել համակարգչով, ներբեռնել համացանցում վերբեռնված տեղեկատվությունն ու օգտագործել այն։ Տիֆլոտեղեկատվական միջոցների զարգացման պատմությունը հենվում է պետությունների եւ հասարակությունների դեպի հաշմանդամություն ունեցող անձանց զարգացումն ուղղված հարաբերությունների էվոլյուցիայի վրա։ Տիֆլոտեղեկատվական միջոցների զարգացման պատմության մեջ կարելի է առանձնացնել երկու կարևոր իրադարձություն։ Առաջին, 1829 թվականին Լուի Բրայլի կողմից ստեղծված ռելիեֆակետային գիրը, որը հնարավորություն տվեց չտեսնող մարդկանց ունենալ սեփական գիր։ Այս իրադարձությունը կարելի է համարել տիֆլոտեղեկատվական միջոցների պատմության առաջին հեղափոխությունը։ Այսօր էլ մոտ 200 տարի անց չտեսնողների համար կարդալու եւ գրելու ավելի լավ միջոց չի գտնվել։ Սակայն միաժամանակ բրալյան գրքերի հրատարակումը շատ թանկ արժ է եւ այդ գրքերը պահպանելու համար մեծ տարածություններ են հարկավոր, քանի որ դրանք շատ ծավալուն են։ Տնային պայմաններում բրալյան գրադարանի ստեղծումը գրեթե անհնար է եւ անհարմարավետ։ Դրա պատճառով ռելիեֆակետային համակարգով գրքեր հրատարակելուն զուգընթաց ժամանակին ի հայտ եկավ մեկ այլ շրջանցիկ միջոց։ 1934 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ 1958 թվականին Խորհրդային Միությունում
մագնիսական ժապավենի վրա ձայնագրվեցին առաջին խոսող գրքերը։ 1970-ականներին հայտնվեց համակարգիչը, եւ սա համարվում է երկրորդ տիֆլոտեղեկատվական հեղափոխությունը։ Ոչ տեսողական մատչելիությամբ հագեցած ծրագրերը, խոսող սինթեզատորները եւ բրայլյան դիսպլեյները համապարփակ կերպով համատեղում են թե խոսող, թե բրայլյան գրքերի գործառույթները։ Տեղեկատվության պահպանման կայունությունը էլեկտրոնային տարբերակով անչափ բարձր է, քան այլ տարբերակներով, եւ բացի այդ, այս պարագայում չեն պահանջվում չտեսնողների օգտագործման համար տեքստային տեղեկատվության այլ պայմանական մշակումներ։ Այժմ ներկայացնենք, թե տիֆլոտեխնիկական նորույթները երբ են առաջին անգամ կիրառվել նախ Եվրոպայում, ապա Ռուսաստանում եւ հետո Հայաստանում։ Առաջին ռելիեֆակետային բրայլյան համակարգի կիրառումը։ Քանի որ բրայլյան համակարգի գյուտը կատարվել է Ֆրանսիայում, հետևաբար այս նորույթը առաջինը կիրառվեց հենց Ֆրանսիայում 1829 թվականին։ Ռուսաստանում այն սկսեցին կիրառել 1961 թվականին, իսկ Հայաստանում 1921 թվականին Ալեքսանդրապոլում Նիկողեոս Տիգրանյանի հիմնադրած դպրոցում։ Ռելիեֆակետային բրայլյան տարատեսակով գրատպություն։ Ֆրանսիայում այն կիրառվել է 1837 թվականին, Ռուսաստանում 1885 թվականին։ Հայաստանում այն կիրառվել է բավականին ուշ 1956 թվականին Հայաստանի կույրերի միավորման տպարանի հիմնադրմամբ։ Խոսող գրքեր։ Այս երևույթն ի հայտ եկավ ԱՄՆ-ում, ինչպես վերը նշեցինք, 1934 թվականին, որպես նորարարական երևույթ, որը լուծում էր որոշակի խնդիրներ, որոնց մասին խոսել ենք վերը։ Ռուսաստանում առաջին խոսող գիրքը ձայնագրվեց 1958 թվականին, Հայաստանում այն մուտք գործեց Ռուսաստանում կիրառվելուց ընդամենը 7 տարի անց 1965 թվականին։ Հատուկ հարմարեցված տեղեկատվական տեխնոլոգիա, խոսող մեքենա։ Սա ի հայտ եկավ առաջին համակարգչի ստեղծումից գրեթե անմիջապես հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1971 թվականին։ Քանի որ Խորհրդային Միությունն իրեն երկաթե վարագույրով առանձնացրել էր այսպես կոչված կապիտալիստական աշխարհից, այս գյուտը խորհրդային տարիներին այդպես էլ մուտք չգործեց այդ երկիր։ Ռուսական իրականության մեջ այն ի հայտ եկավ 1993-ից 97 թվականներին։ Հայաստանում ստեղծված առաջին հայերեն խոսող ծրագիրը Արև համակարգն է, որն ստեղծվել է 2004 թվականին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Հարգելի ռադիոընկերներ, այսքանով ցանկանում ենք սահմանափակել մեր այսօրվա հաղորդումը։ Հաջորդ հաղորդմանը ձեզ կներկայացնենք տիֆլոտեխնիկական միջոցները առավել մանրամասնորեն։ Իսկ այժմ առաջարկում եմ հաղորդման վերջում լսել տաղանդաշատ չտեսնող երաժիշտ Լևոն Կարապետյանի կատարումներից մեկը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Սիրով, Սիփան Ասատերյան։